Եկեք modus vivendi-ի մասին մի փոքր ավելի խոսեմ, ասեմ թե ինչ է տեղի ունենում ոլորտում, իրավիճակների նորմալացումը, մասնավորապես երկու դերակատարների մեկը ձեր Թուրքիայի հարաբերությունները եւ մյուսը Ադրբեջանի հետ հարաբերությունը։ Այդ ուղղությամբ ինչպես ենք առաջ անցնում։ Վստահ եմ դուք գիտեք, քաջատեղյակ եք, որ ունենք 4 հարևաններ, սահմաններ ունենք 4 երկրների հետ, հյուսիսում ունենք Վրաստանը, որոնց հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, հարավում ունենք Իրանը, որոնց հետ եւս միշտ ունեցել ենք բարիդերացիական հարաբերություններ եւ համագործակցություն։ Բայց անշուշտ իրավիճակ Իրանի հետ կապված բարդ է այս պահին ինքն իրենով, իսկ արևմուտքում եւ արևելքում ունենք Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ունեցել ենք հակամարտություն տասնամյակներ շարունակ Ադրբեջանի հետ եւ փակ սահմաններ ենք ունեցել թե արևելքում, թե արևմուտքում։ Արևելքից եւ արևմուտքից ուստի այս երկխոսությունը մենք մեկնարկեցինք խաղաղության համաձայնագիրը։ Սա ստորագրված եւ հաստատված չէ դեռ, սակայն խաղաղությունն արդեն իսկ ունենք։ Իրական խաղաղություն ունենք, արդեն դեպքեր չունենք, դժբախտ պատահարներ մեկն անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գրակոչների արդյունքում զոհեր չունենք 1 տարի ավելին Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը սահմանապակու վերացրել է արդեն Ադրբեջանը, սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի Արևտուր նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ ուզում չափազանցել որևէ բան եւ չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն եւ վերքերը շատ թարմ են եւ երկու համայնքներն դեռ կարիք ունեն իրական հաշտեցման կարիք ունեն իսկապես դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի պահվող անձիկ ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Թուրքիայի հետ մեկտեղ իրավիճակը էլ ավելի լավ է։ Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեկ եւս ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական Անիի պատմական կամուրջի, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է։ Ավիաընկերությունը թուրքական ունենք, որը երկրորդ ամենամեծ թուրքական ավիաուղիներն են, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ այլն եւ այլն։ Մեկ շաբաթ առաջ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, աշխատանքային խումբ, որը փորձում է մեկնարկել նորից երկաթուղիները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս ուղով։ Այսինքն ունենք բազմաթիվ դեպքեր համագործակցության, բայց ընդհանուր առմամբ սահմանը դեռ փակ է։ Երկկողմանի մեր պատրաստակամությունը արտահայտել ենք մենք դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմանի հետաքրքրությունը եւ պատրաստակամությունը արտահայտել ենք լիովին բացելու սահմանը, համաձայնություն կար սահմանը բացելու առաջին փուլում երրորդ երկրների ազգանց համար, երրորդ ազգերի ներկայացուցիչների համար եւ դիվանագետների համար, միգուցե Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիների համար դիվանագետների, բայց առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց վստահ եմ եւ կարող եմ վստահորեն արտահայտվել, որ սա տեղի ունենալու։ Քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է բավարար մակարդակի հասել, որ հասնելու նպաստավոր արդյունքի։ Դե ինձ նորից անդրադառնալով ուղղակիորեն ձեր հարցին, ունենք լավ հիմք հարաբերությունների կարգավորման մասին դրականորեն խոսելու։ Ես վստահ եմ,